Սա սխալ է, սա արժանապատիվ չի, սա ազգային ինքնասիրությանը դեմ է, վերջ։ Եվ ոչ ոք, եւ ոչ մի քաղաքական գործիչ, անկախ նրանից ինքը նախարարը, թե սուպերնախարար, թե վարչապետ, ինձանից ավելի ծեր չի այս ամեն ինչի։ Դե մենք դեմոկրատիկ ենք, բայց ոչինչ որ քաղբան տարկյալը կարևորը որ նստեց այն մարդը, որը մեզ դուր չէր գալիս։ Ինչ որ բաներ ասելը ամոթ էր։ Այսինքն դու պարզապես գիտեիր, որ ինչ որ բանը կարմիր գիծ է եւ դրա համար քեզ պարզավանքի կենթարկեն հանրային եւ դու տենց բաներ ուղղակի չես կարող քեզ թույլ տալ ասել։ Մեր հետով է խոսելու, էլի, մեր հետով է խոսելու։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան ազգային քաղաքական թեմաների վերաբերյալ բովանդակություն ստեղծող ինֆլուենսեր, մարքեթինգի խորհրդատու Նունե Մելքումյանին։ Ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նունե, փաստորեն դատելով սոցցանցերում ձեր տեսանյութերի դիտումներից, արձագանքներից, ազգային քաղաքական թեմաներով բովանդակությունը ունի սպառում, ունի պահանջարկ, այո։ Միանշանակ ունի, ես ընդհանրապես կարծում եմ, որ հաշվի առնելով, թե որքան մեծ է օգտատերերի թիվը գրանցված որոշ սոցիալական ցանցերում Հայաստանից, ցանկացած թեմա կարող է սպառում ունենալ սոցիալական հարթակներում, այլ հարց է ինչպես այն մատուցվում, իսկ հաշվի առնելով այն թվերը, որոնք որ մենք տեսնում ենք թեկուզ եւ ընտրություններից հետո մենք կարող ենք հասկանալ, որ կան բազմաթիվ մեր համակարգացիներ, ովքեր ուզում են նման թեմաներով կոնտենտ սպառել, այո, ինչու՞ չէ։ Ինչու ես հարցը այսպիսի ձևակերպմամբ ուղղեցի, որովհետև հատկապես Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչները սա շահարկում են ասելով դե մարդիկ անտարբեր են, հատկապես երիտասարդությանը սա չի հետաքրքրում, այսպիսի բովանդակությունը մեծ լսարան չունի, մինչդեռ դուք եւ էլի շատերը, որոնց երևի թե կարելի է համարել ինչ որ իմաստով պարտիզանական պայքարի մասնակիցներ, ապացուցում են, որ շատ ավելի արդյունավետ կարող են գործել, քան որոշ քաղաքական գործիչներ, որոնք ըստ երևույթին տարիների փորձառություն, ճանաչում, համբավ ունեն, բայց հաղորդակցման ռազմավարության տեսանկյունից լուրջ խնդիրներ ունեն, ինչպես առանձին վերցրած անհատներ, այնպես էլ թիմեր, քաղաքական գործիչներ եւ քաղաքական թիմեր։ Այս պարագայում պարտիզանները, փաստորեն, հա, այդ պարտիզանական թիմի ներկայացուցիչները հատկապես նախընտրական շրջանում կարծում եմ մեծ ներդրում ունեցան ընտրությունների համեմատաբար բարձր մասնակցության գործին։ Հուսամ, որ այդպես է, ես ինքս մեզ անվանում եմ նաև դիմադրություն, resistance, այսպես զուգահեռներ տանելով ֆրանսիական դիմադրության հետ, որովհետև եւ օկուպացիայի տեսանկյունից կան զուգահեռներ եւ դիմադրության։ Ես կարծում եմ, որ այստեղ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, ինչու է դա այդպես։ Օբյեկտիվ պատճառը այն է, որ կարծում եմ ամեն դեպքում լսարանը հակված է հավատալու եւ վստահելու մարդկանց, ովքեր չունեն քաղաքական ամբիցիաներ։ Օրինակ եւ շահեր, այո, եւ աֆիլիացիաներ նաեւ, այսինքն կապ չունեն ոչ ոքի հետ, կարող են ինչ որ մեկի հետ լինել լավ հարաբերություններում, բայց այսպես թիմի անդամ չեն ֆինանսավորվում, հա, իրանք ստեղծում են այդ բովանդակությունը եւ ես կարծում եմ, որ իմ դեպքում առնվազն ես այլ մարդկանց մասին այդքան չեմ խոսի, թեպետ կարծում եմ շատ նման իրավիճակ է, իմ դեպքում դա մեծ դեր է խաղում եւ դա օբյեկտիվ պատճառ է եւ օբյեկտիվ գործոն է, որը քաղաքական գործիչ չի կարող ունենալ, դա հասկացանք, բայց բացի դրանից ես կարծում եմ, որ այստեղ քաղաքականությանը եւ առհասարակ հանրային խոսքին եւ քո հանրային իմիջին մոտենալու ձևի արդիականացման անհրաժեշտության փաստն է նաեւ, որը մենք դաշտում այդքան չենք տեսնում։ Այսինքն մեր քաղաքական գործիչները ցավոք սրտի ավելի հակված են գնալ տաղավարից տաղավար եւ տալ հարցազրույց, ինչը լրիվ նորմալ է եւ դա էլ է պետք բնականաբար, բայց 21-րդ դարում 2026 թվականին առանց ինքնուրույն բովանդակություն ստեղծելու, քո հարթակը զարգացնելու, այլ ոչ թե ապավինելու ազգային ժողովի ամբիոնին կամ ինչ որ լրատվականի, կապ չունի ինչ լրատվականի, ամենալավ լրատվականի տաղավարին, դու ուղղակի չես կարող առաջ գնալ եւ առաջացնել այդ էմոցիոնալ կապերը քո լսարանի հետ, որը մենք օրինակ կարծում եմ եւ այլ մարդիկ, ովքեր որ բովանդակություն են ստեղծում Instagram-ում, TikTok-ում, Facebook-ում, փորձում ենք ամենայն դեպս անել։ Միշտ չի որ մեր մոտ ստացվում է լավ, բայց մենք փորձում ենք։ Ընդդիմության ռազմավարությանը եւ անելիքներին դեռ կգանք, շատ կարեւոր եմ համարում այս հարցը, բայց ես կուզեի նաեւ անդրադառնանք իշխանության գործելավոճին։ Դուք էմոցիա
առաջացնելու մասին խոսեցիք, համաձայնեք, որ սա լավագույնս ստացվում է իշխանության մոտ։ Եթե ընդդիմությունը հաղորդակցման ռազմավարության խնդիր ունի մշակելու, վերանայելու, ադապտացնելու, ապա իշխանությունը դա ունի եւ վերամշակում է եւ ադապտացնում է եւ անընդհատ աշխատում է եւ փոփոխում է եւ դրա արդյունքը իրենք հաստատ տեսնում են։ Հիմա այս հատվածում ես կառաջարկեի խոսել մի հեղինակի մասին, որին դուք համարում եք արժանի կարդալու տեսանկյունից, հա, խոսքս Մոյսիս Նայմի մասին է, որի եթե հայերեն ճիշտ թարգմանենք, իշխանության վրեժը, հա, աշխատանքը դուք խորհուրդ եք տալիս կարդալ այդ թվում այլ գրքերի հետ միասին, բացատրում է, թե ինչպես են ժամանակակից բռնապետները, ավտոկրատ ռեժիմները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, արդյունավետ օգտագործմամբ հասնում հաջողության։ Երևի թե առաջարկեմ խոսել 3 պիերի մասին։ Թե ոնց է այս իշխանությունը այդ պոպուլիզմը, հետ ճշմարտությունը եւ բևեռացումը լավագույնս օգտագործում իր դիրքերը ամրացնելու եւ պահելու համար։ Շատ հետաքրքիր է ընդհանրապես ու այդ գիրքը ինձ շատ տպավորել էր ժամանակին, ինձ այդ գիրքը խորհուրդ է տվել իմ լավ ընկեր Կարեն Վրդանեսյանը, որը նաև շատ այլ գրքեր է խորհուրդ տվել եւ ասեմ, որ նմանատիպ այլ գիրք էլ կա, որը վստահաբար գիտեք Spin Dictators-ն է, բայց ինձ ավելի քիչ է դուր գալիս, որովհետեւ նաև ինձ ավելի քիչ է դուր գալիս Սերգեյ Գուրիևը եւ ես իրեն այդքան չեմ վստահում, ինչեւ է ինչու էր ինձ նախասեմ տպավորել այդ գիրքը եւ ինչու ես կարծում եմ որ հայաստանցիները եւ հայերը առհասարակ Սփյուռքում եւս պետք է անպայման ընթերցեն, որովհետեւ ինքը սարսափելի է իր զուգահեռների մեջ, այսինքն դու կարդում ես եւ դու սարսափում ես, որովհետեւ քեզ հետ այդ ամեն ինչը եղել է եւ եթե հիմա մենք բոլորս խելացի ենք, մենք արդեն կարողանում ենք վերլուծել, մենք արդեն ամեն քայլը փորձում ենք գոնե մեզ համար դասավորել ինչ որ դարակներում մտովի, որը որ մենք հատկացրել ենք իշխանության կոմունիկացիոն տարբեր գործիքների համար, ապա երբ որ դու ռետրոսպեկտիվ ես նայում նրան, ինչ քեզ հետ եղավ 2018 թվականից եւ մինչեւ այդ էլ իրականում սկսած, դու ասում ես այսպես կարելի էր փաստորեն եւ պետք է ասել, որ ի տարբերություն այո ընդդիմությանը իշխանությունը հիանալի օգտագործում է կոմունիկացիոն համակարգերը եւ գալիս է այդ նոր ավտոկրատիայի գործիքներն են գալիս մեզանում շատերին թվում է, որ երբ որ մենք ասում ենք ավտոկրատիայի ավտորիտար ինչ որ ռեժիմների մասին, մենք անպայման պիտի sense քնենք զարթնենք առավոտյան մեզ ջղային Ստալինի բեղերով անպայման մեզ պիտի ողջունի հեռուստացույցից, որտեղ ընդամենը մեկ ալիք է լինելու ու ինտերնետը բլոկավորված է լինելու, մեզ ասելու են back in USSR կամ տենց ինչ որ մի հատ բան հայտնի երկի բառերով, բայց այդպես չի, այդ ժամանակակից ընդհանրապես երկրներում այսօրվա 2026 թվականին ինքը ավելի երկար process է, ավելի փոփոխ ուժի process է եւ այդ առումով նայում շատ լավ բացատրում է եւ պատմում է եւ պոպուլիստական, նույն ես պոպուլիզմն ու հետ ճշմարտությունը շատ հաճախ կմիավորը ինքն էլ է միավորում, որովհետեւ փաստացի ինչ է մեր մոտ տեղի ունենում, նախ մեր իշխանությունը աշխատում է ինչպես եւ ցույցերի ժամանակ ապակենտրոնացված է, ինչպես էին ցույցերը, եթե հիշում եք, անընդհատ մեզ ասում են, որ ապակենտրոնացված է, ցանցային է, նույն ձևի ցանցային է աշխատում կոմունիկացիան եւ դա իրականում միակ տարբերակն է այսօրվա աշխարհում ինչ որ հաջողության գալ անկախ այն գաղափարից, որը դու ուզում ես քո լսարանին տալ եւ այսպես ասած վաճառել, հա կապ չունի։ Իրենք ունեն իրանց ինչ որ կենտրոնական էջերը եւ խոսող գլուխները, հա, իրանք ունեն իրանց падգամավորներին, որոնցից յուրաքանչյուրը ինչ որ բաներ է անում, իրանք ունեն ինչ որ ԶԼՄ-ներ, իրանք ունեն էլի այլ խոսող գլուխներ, որոնք որ ավելի շատ ներկայանում են ինչ որ էքսպերտային դաշտում, հա, իբրև խորհրդատու, իբրև ինչ որ բանի մասնագետ, բայց այդ ամեն ինչը այդ ամբողջ մեքենան իր ողջ ուժով շատ ապակենտրոնացած ամեն հարթակից ամեն մեկը իր լսարանին, իր թիրախին, իր սեգմենտին տալիս է այդ պոպուլիստական եւ հետ ճշմարտական ցանկացած ճաշակի մտքեր անընդհատ։ Դա իրականում սինխրոն է, նույնիսկ երբ որ մեզ թվում է, որ իրանք իրար հետ ինչ որ կոնֆլիկտներ, իսկ իրանք ունենում են կոնֆլիկտներ, այդտեղ էլ կան շահեր միանշանակ եւ բախումներ, բայց այդ պոպուլիստական եւ հետ ճշմարտական մտքերը սինխրոն տրվում են մեր լսարաններին համակարգով, այո, եւ շատ սեգմենտավորված, այսինքն օրինակ երբ որ մենք բիզնեսում ենք աշխատում, իսկ ես 20 տարի բիզնեսի հետ եմ ամեն դեպքում աշխատում ենք, անպայման անում ենք սեգմենտավորում եւ մենք ասում ենք, որ դու քո մեսեջները ամեն սեգմենտին ուրիշ կերպ ես տալիս, հա, մեկին դու նույնը բաժակը կվաճառես, որովհետեւ կասես, որ ինքը գեղեցիկ է, իսկ մյուսին կասես, որ ինքը հարմար է։ Հիմա ստեղ նույն պատմությունն է իրականում։ Իրանք այդ ապակենտրոնացած պայքարով այդ իրանց մտքերը այդպես կարողանում են անպայման վաճառել եւ ի վերջո քիչ-քիչ նորմալիզացնել որոշ բաներ մեր մարդկանց, մեր հանրության մեջ ու այդ ավտորիտարիզմը, հա, այդ ռեժիմ ինքը
այդ ձեր ասած փափուկ է գալիս, որովհետև ինքը ընդունելի է դառնում շատ հաճախ, որովհետև այ իրա, չգիտեմ, ABC-ի նկատմամբ չէր կարելի դա կիրառել, բայց այ ընդդիմության այս ինչ ներկայացուցիչի նկատմամբ կարելի է, որովհետև ժողովուրդը ասում է, սա ուրիշ է, ինչպես ռուսները ասում են, это другое, հա, կամ ընդհանուր առմամբ մենք դեմոկրատիկ ենք, բայց եկեք ընդդիմություն փոխենք, ճնշենք ընդդիմությանը, նորմալ է տենց մտքեր արտահայտելը։ Մենք դեմոկրատիկ ենք, բայց ոչինչ որ քաղբան տարկյալը, կարևորը որ նստեց այն մարդը, որը մեզ դուր չէր գալիս։ Ու շատ sense մտքեր նորմալիզացում են այդ բոլոր խոսող կլուբների նկատմամբ, իսկ այդ ճշմարտության գլխավոր առանձնահատկությունը այն է, որ դու կարող ես ասել ինչ ուզում ես եւ կարեւորը որ դու դա ասում ես, ոչ մի հերքում, ոչ մի ապացույց, որ դա սուտ էր, ոչ մի բացատրություն քեզ այլևս չի օգնում։ Շատ հաճախ հաղթում է նաեւ նա, ով քանակով կարողանում է ավելի շատ լցնել եւ ավելի հեղեղել եւ առաջատար լինել մեր ընդդիմության խնդիրներից, դրա մասին երևի կխոսենք, ռեակցիան, իրանք ռեակտիվ են, տեսնենք միշտ պատասխանում են նրան, ինչ տեղի է ունենում, հա։ Հետ ճշմարտության հետ կապված շատ կարևոր է արձանագրել, որ այդ ավտոկրատ ռեժիմի համար, բռնապետների համար ամենևին էլ էական չէ, որ անպայման իր ստեղծած հորինած ստին հավատան։ Իրենց համար շատ ավելի կարևոր է ստեղծել տեղեկատվական այնպիսի միջավայր, որում մարդիկ որևէ ճշմարտության այլևս չեն վստահի եւ չեն հավատա։ Կարծում եմ, որ տարբեր փուլերում իշխանությունը, ցանկացած իշխանություն ունի բնականաբար լուծել տարբեր եւ ցանկացած իշխանություն, ինչքան էլ ինքը հմուտ լինի այս կոմունիկացիոն գործիքների մեջ, ինքը միշտ ունենալու է ռեյտինգի անկում։ Երբ իշխանությունը ռեժիմ անվանելը կարծում եմ ավելի ճիշտ է տվյալ դեպքում ունի ռեյտինգի անկում, իր նպատակը այլևս չի դառնում բոլորին համոզել, որ ինքը շատ լավն է։ Եթե մենք իշխանության առաջին տարիներին դա անընդհատ լսում էինք, որովհետև դա տենց էր պետք եւ դա էր ստրատեգիկ եւ դա հնարավոր էր անել, որովհետեւ ողջ ընթացքում բերվում էր, որ մնացած բոլորը վատնեն եւ իջավ փրկիչ երկնքից։ Այդ պոպուլիզմի այդ մասն է։ Հիմա երբ որ քո ռեյտինգը ցածր է, դու քո ռեսուրսները չես ծախսում նրա վրա, որ բոլորին բացատրես, որ չէ, ես իրականում լավն եմ, սպիտակ եւ փուփուշ, դուք ուղղակի չհասկացաք սիրելի ժողովուրդ, որովհետեւ դրա օգտակար գործակիցը ՕԿԿ ասածը շատ ավելի ցածր է, քեզ ավելի ձեռք է տալիս, որ դու մարդկանց համոզես, որ բոլորն են վատը, բոլորը, ու դրա համար այդ աղմուկը հեղինակազրկել, այո, բաժանել եւ տիրել, արդեն այդ բևեռացման polarization-ն է գալիս, էլի, որովհետեւ եթե մարդիկ չեն կարողանում միավորվել ոչ ոքի շուրջ, ընդ որում միավորվել, երբ որ ես ասում եմ միավորվել, ասած սպეციფიկ բառ, ինքը մեջը ինչ որ ասած սատարող էմոցիա է պարունակում եւ աուրա, բայց ես բնավ դրա մասին չեմ խոսում, հայ շատ ռացիոնալ եմ այդ տեսանկյունից եւ չեմ հորդորում որևէ մեկին սատարել, ես հարցնում եմ միավորվել այնտեղ, որտեղ որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս կհամարենք, որ դա ռացիոնալ է, բայց այդ միավորումն էլ չի տեղի ունենում, հա, որովհետեւ բաժանիր եւ տիրիր, որովհետեւ բոլորը վատն են եւ իշխանության նպատակը դառնում է բացատրել եւ ցույց տալ բոլորին, որ իրականում մնացածը առնվազն ավելի լավը չեն, եթե մի բան էլ ավելի վատը չեն, քան ինքը ռեժիմը եւ իրան դա հաջողությամբ իրագործել է դա համենայն դեպս, հա։ Սովորաբար վախը թշնամու մասին միասնական պատկերացումը միավորում են հանրություններին եւ այս պարագայում մենք տարիներ շարունակ այդ խնդիրը չենք ունեցել, որովհետեւ թշնամու իդենտիֆիկացիան մեզ մոտ սահուն է եղել, առանց խոչընդոտի է եղել։ Այս իշխանությունը փոխեց դա։ Հիմա հաստատ լղոզվել են այդ սահմանները, ձևակերպումները, ընկալումները, բայց ներքին թշնամիներ ստեղծելու, սահմանելու, նշանակելու հարցում իշխանությունը ռեսուրսները մաքսիմալ լավ է օգտագործում եւ այս համատեքստում երևի արժե խոսել փափուկ ուժի մասին, համենայն դեպս այդ հոլովակը, դրա վերաբերյալ հոլովակը լայն տարածում գտավ։ Ինչու է սա կարևոր։ Ընդհանրապես փափուկ ուժը վախենալու չէ եւ պետք չէ ընկալել իբրև միայն բացասական գործիք, բայց այն դեպքում, երբ տվյալ երկրի հանրությունը ունի դիմադրողականություն, երբ տվյալ երկրի ինստիտուտները գործում են, հանրությունը ունի վստահություն այդ ինստիտուտների հանդեպ, հեղինակազրկված չեն այդ ինստիտուտները, մեծ հաշվով հանրությունը ունի դիմադրողականություն։ Այս պարագայում արտաքին ուժերի նպատակային գործադրած քայլերը, որոնք միևնույն է փափուկ ուժի փաթեթավորմամբ են, շատ մեծ վտանգ կարող են չներկայացնել, բայց երբ դիմադրողականությունը ընկճված է, այս պարագայում անգամ ամենափափուկ գործիքակազմն կարող է լուրջ հետևանքներ ունենալ, խնդրեմ պատմել
ձեր Ահա, շատ հետաքրքիր էր եւ նույնիսկ ինձ համար անսպասելի, իսկ ես միշտ համարել եմ, միշտ ասելով ես վերջին տարիներին համարել եմ, որ ես մարդ եմ, որի համար անսպասելի բան այլևս տեղի ունենալ չի կարող։ Ինչ վերաբերում է մի երկու բառով փափուկ ուժի մասին, ես կարծում եմ, որ սա մեր դիմադրողականությունը եւ այն, որ արտաքին թշնամու նկատմամբ մենք չունենք այլևս այդ միասնական եւ կուռ պատկերացումը, որը պիտի ունենանք եւ որը պիտի ունենա ցանկացած ազգ, որը գտնվում է էքզիստենցիալ վտանգի պայմաններում, իսկ մենք մեր տարբեր գործոնների պատճառով շնորհիվ միշտ գտնվում ենք էքզիստենցիալ վտանգի պայմաններում, մեր դիմադրողականությունը կարծում եմ սկսել է թուլանալ դեռ մինչև այս իշխանության գալը եւ ես պիտի ցավով ասեմ, որ նույնիսկ 2018 թվականին թեպետ ընդհանուր մարդկանց եւ հանրության պատճառը այս ամենը սատարելու ուրիշ է եղել, բայց կային միևնույն մարդիկ, ովքեր համարում էին, որ այս իշխանությունը կգա, կլուծի ցավով եմ ասում Արցախի հարցը եւ մենք, չգիտեմ, կգնանք դեպի պայծառ եվրոպական ապագա։ Նույնիսկ այն ժամանակ կային այդ խմբեր։ Տարբերությունը նրանում է կայանում, որ նախկինում ըստ իս ինչ որ բաներ ասելը ամոթ էր, այսինքն դու պարզապես գիտեիր, որ ինչ որ բանը կարմիր գիծ է եւ դրա համար քեզ պարսավանքի կենթարկեն հանրային եւ դու տենց բաներ ուղղակի չես կարող քեզ թույլ տալ ասել։ Եվ այդ տեսանկյունից թեպետ ես բավական լիբերալ մարդ եմ եւ միշտ եղել եմ շատ լիբերալ մարդ, ես կարծում եմ, որ ամոթը ինքը վատ բան չի, ինքը լավ բան է, երբ որ ինքը օգտագործվում է շատ նպատակային եւ հանրությունը պիտի ունենա ամոթ, որպեսզի ունենա կարմիր գծեր, որովհետեւ մենք չենք կարող ապահովել, որ բոլորը հասկանան, որ ամոթ է, օրինակ, հեսա կամ այդ տեսանկյունից հոլովակին ուրախանալ թուրքական երգերի տակ եւ դրա տեսահոլովակները դնել պայմանական Instagram։ Կան մարդիկ, որոնք դա չեն հասկանալու։ Այդ դեպքում այստեղ պիտի աշխատի ամոթը, իրանք պիտի իմանան, որ հանրային պարսավանքի են ենթարկվում, դա իմ մոտեցումն է։ Հոլովակը այն մասին էր, որ ի զարմանս ինձ ես հայտնաբերեցի եւ իմ սիրելի հետևորդներն ինձ ուղարկում էին, որ կան բազմաթիվ հայ մարդիկ, երբ որ ես ասում եմ բազմաթիվ, ես չեմ խոսում 5 հոգու մասին եւ 10 հոգու մասին, նույնիսկ 20 հոգու մասին չեմ խոսում, ես խոսում եմ տասնյակ օկտատերերի մասին հայ ազգությամբ, հայկական անուն եւ ազգանուններով, ովքեր տարբեր թուրքական երգերի տակ, բայց հիմա ինչ որ տենց չհայտնի երգ կա, տեղադրում են հոլովակներ։ Երբ իրանց մեկնաբանություններում այն քչաթիվ օկտատերերը, որովհետեւ մեծ մասը պարզապես ասում է օ սիրունս ինչքան լավն ես եւ sense ինչ որ այդ ոճի խայտարակ մեկնաբանություններ, երբ որ ինչ մեկը իրենց ասում է, որ դա թուրքական է եւ կարելի է մտածել, որ միգուցե մարդիկ չեն հասկացել, որ թուրքականը տենց էլ կարա լինի, իրանք ասում են հետո ինչ։ Ես դրեցի այդ հոլովակը որտեղ ես ասում եմ եւ խոսում եմ այն մասին, որ սա փափուկ ուժ է նախ եւ հետո մի շարք ունեցա եւս փափուկ ուժի վերաբերյալ եւ սա ազգային արժանապատվության հարց է նաեւ, այսինքն միայն ռացիոնալ կոմպոնենտը չի, օքեյ, հասկացանք փափուկ ուժ է, այո մեր վրա ազդում է, այո մեր դիմադրողականությունը թուլացնում է, բայց չէ որ բաներ էլ կան, որոնք պարտադիր չի որ այնց մեջ ռացիոնալ բան ունենան, չէ, օրինակ արժանապատվությունը Սա սխալ է, սա արժանապատիվ չի, սա ազգային ինքնասիրությանը դեմ է, վերջ, դա էլ է պետք հասկանալ։ Ես չէի սպասում ճիշտն ասած, որ ես կստանամ այդքան հեյթ։ Ես իհարկե ստացա շատ նաև սատարող մեկնաբանություններ եւ առյուծի բաժինը այդպես էր, բայց անպատկերացնել է երևի այնտեղ հիմա 2000-ից ավել մեկնաբանություն է, որի կարծում եմ կեսը հեյթ է, որովհետև մարդիկ ասում են, որ երաժշտությունը վեր է քաղաքականությունից, սերիալները վեր են քաղաքականությունից, չգիտեմ, այնտեղ Թուրքիա գնալը վեր է քաղաքականությունից, այդ ամեն ինչը վեր է քաղաքականությունից, նաև դու հասկանում ես, որ այդ փոքր եւ թվում է թե միանշանակ թեման, հա, որը որ թուրքական երաժշտություն մի լսեք շուրջը պետք չի, ինձ թվում է այդտեղ ջբան բացատրել պետք չի, դա այնքան տրիգեր արեց, հա, տրիգեր հանդիսացավ մեկնաբանություններում այնպիսի արտահայտությունների, պետքա մոռանալ, պետքա անցնել առաջ, հա ոչինչ որ տենց է եղել, մենք պիտի իրանցից ավելի խելացի գտնվենք եւ մենք մի քայլ առաջ անենք, գրում էին ինձ տարբեր մարդիկ, հա, մենք դա անկեղծ լինեմ առաջի մի քանի օր այնքան էլ իմ վրա չէր ազդում, դե որովհետեւ եթե իմ վրա ամեն ինչ ազդի, ես այս կոնտենտը չեմ ստեղծելու, բայց քանակը նման մեկնաբանությունների անկեղծ տխրեցնող է եւ ես հասկանում եմ, որ այո, փափուկ ուժը եկել հասել է մեր մոտ
մոտ չի եկել նոր, եկել է վաղուց, եկել է ընդ որում ոչ միայն Հայաստանն, այլ նաև հայկական Սփյուռք, որովհետև ցավով պիտի ասեմ, որ այդ մեկնաբանությունների մեծ մասը Սփյուռքից էին ամեն դեպքում, եւ մենք լավ չենք աշխատել այստեղ, մենք լավ չենք աշխատել տարիներ շարունակ, մենք լավ չենք աշխատել տասնամյակներ շարունակ եւ որպես պետություն եւ որպես ինչ որ կառույցներ, որովհետեւ մենք եկել հանգրվանել ենք նրան, որ sense բաները գրել է ամոթ, ամոթ չի կներեք, որ դու մարդուն ասում ես, բա Արցախը, բա այն Բաքվի պատանները ինք ասում է հա հետո ինչ Այդ ինչ կապ ունի թուրքական երաժշտության, թողը կապրենք։ Մի էսպիսի ձևակերպում ունեք, ասում եք, այն մարդիկ, որոնք պիտի ազգային ինքնության պահպանման առաջին գծում լինեին եւ էլիտա լինեին, նախընտրեց առանց ինքնության Հայաստանը։ Բոլորը չէ, բայց հա, մի մասը։ Եվ դուք ասում եք դա մեր սերունդն է, դա իմ սերունդն է։ Այո, ես 35 տարեկան եմ եւ դա նաեւ իմ սերունդն է, այո։ Ես չեմ ասում, որ դա բոլորն են եւ ես բնավ չեմ ուզում ժողովրդին եւ մարդկանց եւ հանրությանը մեղադրել, որովհետեւ իմ սերունդը տվել է նաեւ հիանալի անհատներ, հիանալի։ Եվ ես կարծում եմ, որ բոլոր սերունդներում էլ եւ բոլոր հանրություններում էլ եւ բոլոր ազգություններում էլ մոտավորապես ինչ որ տենց բալանս կա, հա, այսպես տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց, բայց եւ միգուցե դա իմ ոսպնյակն է նաեւ, որ ես հասկանում եմ, բայց ես ազատության սերունդ եմ, ես ծնվել եմ 1990 թվականին, հա, այսինքն ես մեր պետությունից տենց մի 8 ամիս եմ մեծ, ես հիշում եմ ինչպես է ես տեսնում Շքերթը առաջիններ կարծեմ մի խոսքով Վազգեն Սարգսյանին հրապարակում հանրապետության, ես հիշում եմ ոնց ենք մենք դուրս գալիս մութուցուրտից, հա, ես երեխա էի, բայց ես մեծացել եմ այս երկրի հետ զուգահեռ եւ ես կարծում եմ, որ հենց իմ սերունդը պիտի հնարավորինս լավ զգար այս ամեն ինչի արժեք իրականում եւ փաստացի չսկաց, բայց ես կարծում եմ դա բոլոր սերունդների մոտ է, ես այդքան չէի շեշտի, պարզապես իմ համար, այո, իմ սերունդը, ազատության սերունդը ամենամեծ խնդիրն է եւ էլիտան անպայման պիտի ձևավորվի։ Գիտեք, Լիլիթ, ես այլևս չեմ հավատում այլ ճանապարհի Հայաստանի Հանրապետության զարգացման եւ ազգային պետություն լինելու համար։ Պարզապես չեմ հավատում։ Ես չեմ հավատում կարճաժամկետ լուծումների, տակտիկական լուծումների, ես չեմ հավատում, որ միայն օրինակ ռեժիմը փոխելով մենք կարող ենք լավ տեղ հասնել, ռեժիմ փոխելը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է ինձ համար։ Ես համարում եմ, որ կամ մենք կհասկանանք ինքներս մեզ եւ ծաղկակախ կանենք եւ մեզանից կձևավորվի նոր ազգային էլիտա, քաղաքական չէ, քաղաքական ակտիվ, քաղաքականապես ակտիվ, բայց ոչ падգամավոր եւ նախարար, հա, այլ մարդիկ, ում խոսքը դեր է խաղում ընդհանրապես ու կարծիքը, կամ մենք առաջ չենք շարժվելու, որովհետեւ այլ ճանապարհ ես մեր համար չեմ տեսնում։ Մի լավ բան էլ կա այս պատմության մեջ, հա, ինչքան էլ որ վերջին տարիները շատ ծանր են եւ կորուստները անհամեմատ մեծ, բայց այս շատ ծանր տարիները այնուամենայնիվ օգնում են այդ էլիտայի ձևավորման ընթացքին։ Սա շատ կարևոր գործընթաց է եւ դա հուսադրող գործընթաց է։ Բայց մի ուրիշ բան էլ կա, դուք այստեղ շեշտեցիք, որ պարտադիր չէ քաղաքական էլիտան, բայց ես կարծում եմ, որ նաեւ կարևոր է դրանից էլ չխուսափել, որպեսզի քաղաքականությամբ զբաղվեն որակյալ փոքրամասնությունից մարդիկ։ Միևնույնն է տենց է լինելու։ Եթե լինի էլիտա, անկախ նրանից թե ով կլինի քաղաքական գործիչը, որոշումը ընդունվելու է նաև այդ որակյալ փոքրամասնության կարծիքի հիման վրա, որովհետև որակյալ փոքրամասնության աշխատանքը, այսպես ասած գործառույթը եւ առաքելությունը նաև կանում է նրանում, որ իր խոսքը այնքան ծանրակշիռ է լինում, որ բայց ես համաձայն եմ, այո, քաղաքականությունից պետք չի խուսափել եւ վերջիվերջո քաղաքականությամբ կարելի է զբաղվել շատ տարբեր ձևերով։ Եվ դուք եք զբաղվում։ Ես զբաղվում եմ քաղաքականությամբ, ես միշտ ասում եմ դա իմ էջում, ես չեմ ուզում լինել քաղաքական գործիչ, ոչ թե որովհետեւ դրա հնարավորությունները չկան կամ դրա հնարավորությունները ինչ որ բավարար հետաքրքիր չեն, այլ որովհետեւ ես կարծում եմ, որ ամեն մարդ պիտի իմանա իր ուժեղ եւ թույլ կողմերը եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ մտքերն արտահայտելը եւ բովանդակություն ստեղծելը միակ ուժեղ կողմը չի, որ քաղաքական գործչին անհրաժեշտ է։ Այդ ստացվում է, մնացածից ես չունեմ։ Այնպես որ, բայց կարծում եմ, այո, պետք չի խուսափել քաղաքականությունից, ընդհանրապես պետք է նորմալիզացնել այդ քաղաքականությամբ զբաղվելու մոտեցումը, որովհետեւ դա եւս երիտասարդները մեր լավ չեն հասկանում։ Գիտեք, ես զարմանալիորեն ունեմ մեծ երիտասարդ լսարան։ Ես չէի սպասում, որ այդպես կլինի, ինձ թվում էր կլինեն մոտավորապես իմ տարիքի դե այդքան երիտասարդ նայենք ճշմարտության աչքերին, բայց ես ունեմ
հետևորդներ, ովքեր օրինակ ինձ գրում են, որոնք առաջին անգամ գնացին ընտրությունների եւ որովհետեւ ես իրենց տենց իմ հոլովակներով բացատրել եմ դրա անհրաժեշտությունը, նրանք գնացել են կարևորությունը, կամ ունեմ հետևորդներ, ովքեր ընդհանրապես մի քանի տարի հետո են գնալու ընտրությունների, իրանք դպրոցական են եւ իրանք իմ հետևորդն են եւ տղաներ եւ աղջիկներ երիտասարդ եւ առիթից օգտվելով բոլորին իհարկե ջերմ բարևում եմ իմ հետևորդներին, բայց ուզում եմ ասել հետաքրքիր բան են իրանք ասում են սա ինձ հետաքրքիր է, բայց ես կարծում եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Քաղաքականությունը կեղտոտ բան է, բայց այն ինչ որ դու ես ասում, ինձ հետաքրքիր է, ու ես փորձում եմ մարդկանց ցույց տալ, որ այդ կեղտոտելը քաղաքականությունը ինքը բոլոր երկրներում կա, այնպես չէ որ մենք միակն ենք, դա էլ է հատուկ ռազմավարություն, եւ առիթից օգտվելով ուզում եմ եւս մի գիրք խորհուրդ տալ, կամ մի լավ գիրք, որը շատ հավանում եմ ես, հին, որ կոչվում է What is Populism, ինչ է պոպուլիզմը, հայերեն թարգմանությամբ, եթե չեմ սխալվում, կա։ Հա, ու այդտեղ ինձ ամենից շատ հետաքրքիր էր այն ժամանակ կարդալ, որ պոպուլիստները իրենք փորձում են հետ պահել հանրությունը ընդհանրապես քաղաքական process-ներից։ Այսինքն նրանք ուզում են համոզել հանրությանը, որ դու ընտրության գնացիր, հա, ենթադրենք, օքեյ, դու գնացիր, դու մեզ ընտրեցիր կամ ինչ որ բան եղավ, մենք ընտրվեցինք, մնացածը քո գործը չի։ Քաղաքականությունը քաղաքական գործիչների համար է։ Երևի շատ եք լսել եւս այդպիսի արտահայտություններ, ես քաղաքագետ չեմ, դրա համար քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Իբր ով է քաղաքագետ, ոչ մի քաղաքական գործիչ լուրջ քաղաքագետ չի, լավագույն դեպքում իրավաբան ընդհանրապես կապ չունի, եւ քաղաքականությամբ զբաղվելը ոչ միայն մարդու իրավունքն է, այլ նաեւ կարծում եմ, որ պարտականությունը եւ քաղաքականությունը իրականում են ամենակեղտոտ բաները չեն, էլի լիքը հավես հետաքրքիր եւ երկրիդ վերաբերող բաներ կան քաղաքականության մեջ, որոնցով միանշանակ ինչեւէ, բայց այդ երիտասարդ սերնդին պետք է բացատրել, որ այդ քաղաքականությամբ զբաղվելը մենակ հայկական ժամանակի մեկնաբանություններում տարբեր ֆեյքերի հետ կռիվ տալը չի, որոնք որ վերջում քեզ տենց բառեր են գրվում, դու ասում ես ինչի ստեղ մտա ընդհանրապես ինչի սեր պետք եւ տենց փակում ես Facebook-ը քո համար մինչեւ վերջ, հա։ Եվ անեծքների հետ անեծքների, այո, անեծքների դու մտնում ես այնտեղ ինչու մեկը թորան պատճելով տենց նկարադրել ու մարդիկ չեն էլ հասկանում, որ դրանցից շատերը ֆեյք են, չեն հասկանում ու արդարության համար ասենք, որ մի մասը ֆեյք էլ չեն, հա, ես այդ իրականությանն էլ պետք է։ Այո, իրականությունը ես իդեպ այդ առումով շատ եմ վիճում իմ բոլոր ծանոթ քաղաքական գործիչների հետ, որովհետև իրենք հաճախ պնդում են, որ բոլորը ֆեյք են եւ ամեն ինչ իրականում հիանալի է մեր երկրում, բայց տենց չի, շատ մարդ ֆեյք չի։ Եվ մարդիկ գալիս են դրան բախվում են, ասում են վերջ, ես էլ քաղաքականությամբ չեմ զբաղվում, դրա համար դու պետք է իրանց ասես, որ չէ, քաղաքականությամբ զբաղվելը նաեւ դեմոկրատիայի մասին խոսելն է, նաեւ, չգիտեմ, լոգ կարդալն է, նաեւ փիլիսոփայության մեջ խորանալն է, նաեւ հասկանալն է, թե ոնց պիտի լինի եւ դրա մասին երկար երեկոներ խոսելով անցկացնելն է քո ընկերների եւ կամ քո հարազատների հետ եւ զգալը այդ տեսանկյունից, որ դու տեր ես իրականում այդ երկրի, ինձ թվում է ամենակարևոր բաներից մեկն է։ Ես օրինակ դա շատ զգում եմ, սա իմն է, որովհետև իծն է, իմն է եւ ոչ ոք եւ ոչ մի քաղաքական գործիչ, անկախ նրանից ինքը նախարարը թե սուպեր նախարար թե վարչապետ, ինձանից ավելի ծեր չի էս ամեն ինչին, էլ ինձ թվում է դա էլ է կարևոր մարդկանց բացատրել։ Շատ կարևոր բան շեշտեցիք, քաղաքականությամբ զբաղվելը իրավունք է եւ այո, դա նույնպես իրավունք է, ինչպես այն, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, կամ որևէ մեկը չպիտի պահվի ստրկության մեջ, ընդ որում այս իրավունքը ամրագրված է մի հատ շատ շքեղ, լավ անվամբ միջազգային դաշնագրում քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր մեզ համար դա վավեր է։ Բայց նույն է կա մի կարևոր իրողություն, որի վրա էլ աչք պետք չէ փակել, նույն Նաիմը խոսում էր այն մասին, որ իրականում քաղաքականությունը վերածվել է երկրպագության մշակույթի, երկրպագուների մշակույթի։ Եվ այս խնդիրը Հայաստանում հատկապես, եթե մենք սա պրոյեկտենք Հայաստանի վրա, շատ ակնհայտ է այս խնդիրը։ Երկու կողմում էլ։ Այո։ Մենք ունենք փաստորեն թիմեր, պայմանական ասած, հա, ընդդիմության թիմ, իշխանության եւ ընդդիմությունների, իշխանության եւ իշխանության սատելիտների թիմ, եւ երկու կողմներ իրենց սատելիտներով ունեն իրենց երկրպագուների բանակը, համակիրների բանակը, բայց այն հատվածը, որը այս խաղը չի ընկալում եւ այս խաղի կանոնները չի ընկալում եւ չի ուզում որևէ մեկին երկրպագի, խաղից դուրս է մնում։ Ընդ որում այդ հատվածը մեծամասնությունն է եւ դա սոցհարցումներում արտահայտվում եւ ընտրության մասնակցության պատկերն է դա ցույց տալիս։ Բայց երբ այդ մեծամասնությունը չի ընդունում ոչ խաղը, ոչ խաղի կանոնները, ոչ խաղացողներին, չի նշանակում, որ այդպիսով ինքը զերծ ամնում այդ խաղացողների
խաղի արդյունքում ստեղծվածի հետևանքներից։ Հիմա ինչ անել, որ փոխվեն այդ խաղի կանոնները, որ այդ մարդիկ էլ ինտեգրվեն այդ խաղին։ Եվ այստեղ շատ կարևոր անելիք ունի այս թիմը, ընդդիմությունը, որտեղ հենց իրենը պետք որ այդ զանգվածը մեծ ներգրավի այս խաղի։ Մենք ունենք երկրպագուներ, այո, երկու կողմից էլ եւ երկու կողմի երկրպագուներն էլ շատ բարձր են եւ հաճախ շատ իմ կարծիքով դեստրուկտիվ, որովհետեւ եթե դու հանկարծ ինչ որ բառ ես ասում, ինչ որ կապակցությամբ համաձայն չես, հա, եւ հայտնում ես այդ անհամաձայնությունը, ապա զարմանալիորեն, բայց նույնքան տոքսիկ ձևերով իրենք կգան քո հետևից, հա, ես ուզում եմ հասկանալ, թե որն է դրա ռացիոնալ նպատակադրումը, հա, ընդհանրապես մենք ինչի համար ենք դա անում, դες իրանք ինչի համար են դա անում, որ ինչ լինի վերջում, որ մարդը ասի, օքեյ, դուք էլ, ձեր ընդդիմությունն էլ, ձեր քաղաքականությունն էլ, ես գնում եմ եւ էլ ոչինչով չեմ զբաղվում, իսկ մարդկանց մոտ կարծում եմ շատ հաճախ այդ տպավորությունը, որ կա երկու բևեր կամ կապ չունի երկու թե քանի, բայց կա իշխանություն եւ մնացած բոլորը եւ դրա մեջտեղում մի ամբողջ ժողովուրդ, հա, ով այսպես անհաղորդ է եւ ում ոչ ոք չի փորձում ինչ որ կերպ ինչ որ բան բացատրել, համոզել, ինչ որ հետահաղորդակցվել, հա, ինչ որ ձևերով եւ ում անընդհատ միայն փորձում են դարձնել իրենց սպասարկվող շահերի կամ իրենց նպատակների գործիք եւ վերջը ժողովուրդը միայն քվետալու համար չի, չէ, ժողովուրդը այլ բաների համար է, բայց ժողովուրդը դա շատ է, նույնիսկ ես եմ դա հաճախ զգում ինձ վրա, անկեղծ լինեմ, ես զգում եմ երբեմն, որ օրինակ կամ ես, կամ իմ ընկերները, կամ ընտանիքը, իմ ամուսինը եւ մենք բոլորս ցավում ենք շատ այս երկրի համար, ես դեպ չեմ ասում որ ընդդիմադիրները չեն ցավում են, այդտեղ շատ լավ մարդիկ կան միանշանակ, բայց տպավորությունը մեկ ստեղծվում, որ մենք այստեղ ինչ որ sense մեջտեղում ենք եւ մենք անում ենք այն ինչ որ պետք է, որովհետեւ մենք հասկանում ենք որ պետք է գնալ ընտրությունների եւ ընտրել օրինակ ընդդիմադիր ֆրոնտրաներներից որևիցե մեկին եւ այլն, բայց ի պատասխան մեզ չենք ստանում ոչ կոմունիկացիա, որը պիտի ստանանք, ոչ էլ մեսեջներ, որոնք որ կուզենայինք լսել։ Դրա համար այո, ես կարծում եմ, որ ընդհանրապես ընդդիմադիր թիմերը պիտի լուրջ ռևիզիա անցկացնեն այդ տեսանկյունից եւ այդ cheerleader-ությունը, հա, հանեն իրանց շարքերից, որովհետեւ cheerleader-ները դեռ ոչ բացի դեստրուկցիայից ըստիս ոչ մի այդպես առանձնապես օգուտ չեն բերում։ Ես բացարձակ դեմ չեմ, որ ինչ որ մեկը սատարի որևիցե առաջնորդի խնդրեմ եւ կան մարդիկ, ովքեր դա անում են շատ ավելի ճաշակով եւ նորմալ եւ չեն գալիս հարձակվում քո վրա, եթե դու հանկարծ ասում ես օրինակ, չգիտեմ, որ մանդատները պետք է կամ պետք չի վերցնել, շատ պրիմիտիվ թեմա եմ ասում, պետքա վերջը սկսել խոսել մարդկանց հետ մի քիչ ավելի անկեղծ, մի քիչ ավելի էմպաթիկ եւ ընդունել վերջապես, որ մարդիկ, ովքեր որ ձեզ լսում են, իրենք շատ բան հասկանում են, իրենք ամեն ինչ զգում են, ես մի անգամ այդպեսի հոլովակել էի արել, մենք լավ հասկանում ենք, երբ որ այս կամ այն քաղաքական գործիչը իր հարցազրույցների ժամանակ ինչ որ մեսեջներ է հղում այլ երկրների, կամ մեսեջներ է հղում ընդդիմության այլ թևերին, կամ մեսեջներ է հղում, չգիտեմ, ներքին ինչ որ ստրուկտուրաներին, հա մենք այդ ամեն ինչը բոլորը զգում ենք, դրա համար անկեղծ պետք չի լինել Einstein կամ Spinoza, հա, բոլորը այդ ամեն ինչը հասկանում են, բայց մենք չենք լսում որտեղ է մեսեջը, որը մեզ են ասում, բա մեր հետով է խոսելու, էլի, մեր հետով է խոսելու, մեր հետ հələ որ խոսում է մենակ Նիկոլա, ինքը խոսում է իր ընտրազանգված հետ, շատ լավ հասկանում է իր ընտրազանգվածը, երբ որ պետք է մուրճով, երբ որ պետք է ինչ-որ բառապաշարով, երբ որ պետք է իր կողքի խոսող գլուխները կմիանան, շատ լավ, ընդդիմությունը պիտի սկսի ավելի շատ խոսել ժողովրդի հետ, այլ ոչ թե սենց միայն իր սատարողների կամ հակառակը միայն իր թշնամիների կամ իր պոտենցիալ բարեկամների։ Դա պակասում է ցավոք, ոչ բոլորի մոտ, բայց պակասում է։ Դուք ասում եք նաև որ շատ կարևոր է ընդդիմությունը հստակ ու անկեղծ ներկայացնի, թե ինչ Հայաստանի տեսլական ունի ինքը։ Այո։ Եվ նաև հանրային ինչ պայմանագիր է առաջարկում։ Այո։ Որովհետև ես կարծում եմ, որ մարդկանց մտավախությունները առ այն որ իրենց իրավունքները ոտնահարվելու են, անհիմն չեն, որովհետև ես բացարձակ չեմ կիսում այն կարծիքը, որ մենք մինչև 2018 թվական ապրել ենք հիանալի երկրում, որտեղ ոչ ոքի չի ճնշել, որովհետև այդ առաջին ոչ ոքը օրինակ մարզպետ էր կամ գյուղապետ էր կամ քաղաքապետ էր կամ քաղաքապետի հորախորդ տղեն էր, հա, տենց չի նիկոլիզմը եղել է դեռ Նիկոլի իշխանությունից առաջ։ Դա միայն նիկոլիզմ չի, դա ֆեոդալական ինչ որ կարգեր են, որոնք որ մեր մոտ կային եւ որոնք միգուցե երևանցիները
մարդիկները այդքան իրենց վրա չեն զգացել, ես չեմ զգացել օրինակ, ես ապրել եմ իմ կյանքը եւ այդքան չեմ զգացել, բայց վստահաբար մարդիկ հատկապես ովքեր ավելի փոքր համայնքներից են, մեր հայրենակիցները, ովքեր ու հիմա են ապրում ավելի փոքր համայնքներում, իրանք դա զգացել են, իրանք դա տեսել են, իրանք հենց այնպես չի, որ ուզում էին, որ դա այլևս չլինի, որովհետեւ կյանքը եղել է հաճախ անարդար, վերաբերմունքը իրենց նկատմամբ եղել է անարդար եւ երբեմն նույնիսկ նվաստացուցիչ իրենց անձի նկատմամբ նվաստացուցիչ հարցը այստեղ այդքան բարիքների բաշխման մասին չի, փողի մասին չի, տների մասին չի, մեքենաների մասին չի, հարցը նրա մասինն է, որ կային մարդիկ, ովքեր ֆեոդալ էին եւ կային մարդիկ, ովքեր ֆեոդալ չէին։ Այդպես պիտի չլինի։ Եվ թերևս ես կուզենայի լսել ընդդիմադիր գործիչներից, ինչպես են իրենք այդ խնդիրները ենթադրենք լուծելու, որպեսզի մարդը հասկանա, որ իր իրավունքները այլևս չեն ոտնահարվելու։ Կամ ինձ համար մեծ խնդիր է պետության ամենակարողությունը։ Ես օրինակ չեմ ուզում, որ պետությունը խառնվի կամ հնարավորություն ունենա խառնվել մեր կյանքի բոլոր ասպարեզներ եւ ես կուզենայի լսել, թե ինչպես է դա լինելու այդ թվային կոնցլագերը, ինչպես ընկերներն ասում են, ինձ ընդհանրապես դուր չի գալիս, ես ընդհանրապես համարում եմ որպես տենց դասական լիբերտարյան մտքի որոշ հարցերում հետևորդ, որ պետությունը պիտի մինիմալ խառնվի մարդկանց կյանքին, ինչքանով որ դա ազգային պետությունում հնարավոր է։ Դա էլ ես չեմ լսում։ Ես ուզում եմ լսել, թե ինչպես է այս սուպեր վարչապետության հարցը լուծվելու, որովհետև ակնհայտ է, չէ, որ ամեն հաջորդ վարչապետ կարող է եւս ունենալ բոլոր լծակները եւ իշխել եւ դատական համակարգում եւ մեր մոտ փաստացի հիմա падգամավորները ուղիղ ենթարկվում են գործադրի ղեկավարին, տենց է ստացվում ու այդպես է լինելու, ով էլ գա, այդպես է լինելու եւ ես կարծում եմ, որ այդ հարցը եւս պետք է լուծել։ Այսինքն կան մի շարք հարցեր ռազմավարական, որոնք որ լուծում են պահանջում, որոնք որ էլեգանտ առաջարկ են պահանջում վերջի ու այդ առաջարկը չի արվում եւ երբեմն կարող է նույնիսկ տպավորություն ստեղծվել, որ չի արվում, որովհետեւ բոլորին ձեռք է տալիս այդ համակարգը, իրենց ուղղակի ձեռք չի տալիս, որ հիմիկվա ռեժիմն է այդ համակարգի մեջ։ Իրանք ուզում են իրանք լինեն այդ համակարգի մեջ։ Արդյոք դա այդպես է, հուսամ, որ չէ։ Իսկ եթե չէ, ապա սիրելի պարոն եւ տիկնակ, ինչ որ բան առաջարկեք, որովհետեւ գիտեք ինչպես պոպուլիզմը իհարկե արդյունավետ գործիք է, բայց միայն բազմաթիվ աշխատատեղերով եւ անվճար կրթությամբ միայն հարցը չի լուծում, դա մարտավարությունն է, դա ինչպես դա այն փոքր առաջարկն է, որը որ դուք տալիս եք, որպեսզի մարդը այդ օրը դուրս գա իր տանից եւ գա ձեզ ընտրի, բայց ավելի մեծ առաջարկ, որը թույլ կտա մարդկանց գոնե մտածել կամ հավատալ, որ այս երկիրը, այս պետությունը ավելի հարթ հավասարաչափ եւ արդար զարգացման ինչ որ պերսպեկտիվաներ ունի, որովհետեւ էլի հակառակ դեպքում մենք փոքր պետություն ենք, մենք դժվար վիճակում գտնվող պետություն ենք, ես այդ ամեն ինչը հասկանում եւ ընդունում եմ, բայց մենք պիտի հասկանանք մենք ինչ ենք անում, որովհետեւ ի տարբերություն այլ պետությունների մենք սխալվելու այդքան իրավունք մեղմ ասած չունենք, մենք այդ Մարիոյի մեջ սրտիկները սպառել ենք, էլի արդեն մեր կյանքները էլ չկան, վերջ, մեզ պետք է մեծ հասկանալ, այդ վերջը ինչ է լինում, էլի։ Ու այո, ես դա չեմ տեսնում եւ դա կոմունիկացիաների վրա էլ է անդրադառնում, ես ունեմ տպավորություն նաեւ, որ ոմանց թվում է, որ դա շատ բարդ է։ Եվ մարդիկ չեն հասկանա, բայց ես կարծում եմ դրանով կոծկվում են դրա բացակայության խնդիրները ավելի շատ։ Եվ արդարացվում են դրա բացակայության այո հարցը։ Պես որ հարգելի ընդդիմություն, հաշտվեք, ձեզ հիմնականում ընտրել են բարձր իրավագիտակցություն ունեցող պահանջներ ներկայացնող պահանջատեր մարդիկ եւ հետեւաբար ուզում են լսել ինչ որ բան։ Ոստեղ համ միտքն է, համ ոճն է, համ մոտեցումն է նրա, ոնց են մարդիկ ուզում այդ ամեն ինչը լսել։ Հասկանաք, մարդկանց պետք է դուր գալ ընդհանրապես մարդիկ պիտի ուզենան նախ քեզ լսել, եթե անդիմադիր գործիչը առավել եւս բարձր պաշտոն, ընդդիմադիր բարձր պաշտոնի հավակնող ընդդիմադիր գործիչը, այո, ընտրում է բառամթերք, որից իրեն լսող կիրթ, զարգացած, շատ բանի հասած, ապահոված, ոչ մեկից ոչ մի կախում չունեցող մարդը պիտի վիրավորվի, երևի դա լավ բառամթերք չի, երևի պետք է այլ մեթոդներ ընտրել մարդկանց հետ խոսելու։ Կես կատակ, կես լուրջ ունեի, երբեմն տպավորություն է ստեղծում, որ ինչ որ վեր ազգային ուժեր 15 են կազմակերպում, մրցույթ են կազմակերպում եւ ընտրում են այնպիսի դեմքերի մարդկանց, որոնք մաքսիմալ կվանեն հազարավոր մարդկանց այս process-ներից եւ մաքսիմալ հետ կպահեն սեփական երկրի ճակատագրի մասին հոգ տանելու իրավունքի գիտակցումից, պարտականության գիտակցումից եւ դա կամավոր անելու ցանկությունից։ Ես կարծում եմ այստեղ շատ ֆակտորներ կան,
շատ գործոններ կան, ես կարծում եմ, որ նախ դե ֆիլտրացիան բարդ է, այսինքն քիչ մարդիկ են ուզում կամավոր գնալ եւ զբաղվել քաղաքականությամբ, որովհետեւ նախ քաղաքականությունը բարդ է, ինքը բարդ է, այստեղ շուտ հստակ ինչ որ ամբիցիաների տեր մարդ պիտի լինի, որ ինքը ուզենա երկրորդը ինքը վտանգավոր է այսօրվա օրով, հաշվի առնելով քաղաքապետարների թիվը, ինքը նաեւ շատ վտանգավոր է, то есть դու գնում ես զբաղվում ես քաղաքականությամբ, վաղը չեմ ասորը քաղաքականությունը գալիս է քո հետևից եւ բայց երբ որ չես զբաղվում, ավելի համաձայն եմ։ Այո, դա գլոբալ հասկանալի է, բայց դա ամեն անհատին բացատրել, երբ այդ անհատը ունի օրինակ ընտանիք, երեխաներ եւ այլն, ամեն դեպքում բարդ է։ Երրորդը այն է, որ մարդիկ ամեն դեպքում մի քիչ մտածում են իրենց ռեպուտացիայի մասին, իսկ այն դաշտը, որ առաջարկվում է, միշտ չի, որ հույս է ներշնչում կամ ինչ որ գարանտիա է տալիս, երաշխիք է տալիս, որ քո ռեպուտացիային ոչինչ չի լինի, որովհետեւ ի տարբերություն այլ բաների, քաղաքականությունը, կուսակցական քաղաքականություն, թիմային քաղաքականություն այդ տեսանկյունից ինչով է դժվար, որ այդ թիմում ինչ որ մեկը ինչ որ բան ասեց, վաղը չեմ մյուս օրը քեզ հանրությունը ասելու է, բա քո թիմակից այսպես բաներ ան։ Ուստեղ շատ դժվար է, որովհետեւ դու մի կողմից չես կարող ասել, դե սխալ անում։ Ու այդ խնդիրը կա այդ տեսանկյունից։ Ուզում եմ ասել, ես տեսնում եմ օբյեկտիվ խնդիրներ նրա, թե ինչու են շատ ոչ միանշանակ դեմքեր հաճախ դառնում քաղաքական գործիչներ, նույնիսկ առաջին շարքի, հա, այսպես ասած։ Դա ես հասկանում եմ իհարկե, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում դրա լուծումը պիտի ընդդիմությունը փորձի տալ, օրինակ ստեղծելով արգելիտ բարենպաստ պայմաններ իր մոտ, պայմաններ, որում մարդը կհավատա, որ իր խոսքը նախ ինչ որ տեղ է հասնում, որ իր ռեպուտացիայի մասին մտածում են, ոչ թե իրան զինվորի պես ուղարկելու են եւ զոհելու են այնտեղ, որտեղ որ պետք է, որ մնացած թիմակիցներն են ընտրվում ըստ նրա, որ ընդհանուր ամեն ինչը լինի բարձր մակարդակի եւ բոլորը համահունչ լինեն իրար հետ, որ վերջը ինչ որ քայլեր են ձեռնարկվում, օրինակ մարդիկ են վարձվում, օրինակ խորհրդատուներ եւ կոմունիկացիաների եւ խոսելու եւ ինչու տես տարբեր բաների, հա, այդ ամեն ինչը, այդ մակարդակ այդ հարթությունը ստեղծելու դեպքում միգուցե ավելի շատ մարդ կարողանա գնալ դեպի քաղաքականություն, բայց ես կարծում եմ, ստեղ նաեւ չգիտակցելն է, որ այդ խնդիրը կա։ Այսինքն ինձ թվում է, որ շատ ընդդիմադիր որոշում կայացնողներ չեն հասկանում, որ այդ խնդիրը այդքան սուր է համենայն դեպս։ Իրենց թվում է, որ այդքան վատ չի, բայց վատ է, շատ վատ է։ Դա տեղյակ պահենք, որ շատ վատ է, հիմնականում վատ է։ Այս սթափեցնող մեսիջով էլ ավարտենք հաղորդումը։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։